Ընկերներ ողջույն, ձեզ հետ Գոռ Նահապետյանն է, Manifest դպրոցի էքսպերտ փորձագետ։ Այսօր ուզում եմ ձեզ հետ խոսել մի շատ տարածված եւ շատ պահանջված վերլուծության տեսակի մասին, հենց մոմերից, մոմային անալիզներից եւ մոմային վերլուծություններից։ Դրա համար մեզ առհասարակ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է մոմը, ոնց է ձևավորվում մոմը եւ ինչպես գտնել մոմային պատերներ, ինչպես տեսնել մոմային պատերներ եւ հասկանալ շուկայի տրամաբանության փոփոխությունը։ Դրա համար ընկերներ, եկեք հենց գրաֆիկները ուսումնասիրենք, ինչպես տեսնում եք, մեր գրաֆիկները կազմված են մոմերից, այս ամեն մեկ հատը, դա մեկ հատ մոմ է, որը ձևավորվում է մեր ընտրած ժամանակահատվածի ընթացքում։ Եթե մենք ընտրել ենք time frame-ը 1 ժամ, մեկ մոմը կձևավորվի 1 ժամում, եթե մենք ընտրել ենք 4 ժամ, մեկ մոմը կձևավորվի 4 ժամում։ Եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում առհասարակ մոմի ձևավորում, ինչ է նշանակում, ինչպես է ձևավորվում մոմը։ Պատկերացնենք, որ մենք այստեղից 00-ից 00 ժամանակահատվածը նշենք 00-ից սկսում է ձևավորվել մեր մոմը։ Ինչ է նշանակում սկսում է ձևավորվել մեր մոմը։ Այդ կետից մենք հաշվի ենք առնելու 4 հատ հիմնական ֆակտոր՝ բացման արժեքը, փակման արժեքը, այդ ժամանակահատվածի ընթացքում իր գրանցած մաքսիմումի կետը, մաքսիմում արժեքը եւ մինիմում արժեքը։ Պատկերացրեք, օրինակ, խնձորի օրինակով բերեմ, երբ որ խնձորը 1 տարվա կտրվածքով, 1 տարի time frame-ով մենք դիտարկենք։ Ինքը մինիմում արժեքում, օրինակ, իր մինիմում արժեքում 1 տարվա ընթացքում լինի 100 դրամ արժեքում։ Այս բանին, լավ, տարին բացվեց 2025 թվականի հունվարի 1, տարին բացվեց, իր արժեքը 300 դրամ է։ 300 դրամ է։ Սրանից հետո տարվա ընթացքում հենց սեզոնին գինը անկում կատարեց եւ հասավ իր մինիմում արժեքին 100 դրամ արժեքին։ Սրանից հետո էլի է ինքը տատանվում, լինում է 200 դրամ արժեքում, 250 դրամ արժեքում, բարձրանում հասնում է այն ամենա իր մաքսիմում արժեքը, այս տարվա իր մաքսիմում արժեքը, ենթադրենք գրանցում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին եւ հասնում է մինչեւ 800 դրամի, խնձորի 1 կիլոգրամի համար 800 դրամի արժեքի եւ իջնում է ներքև նոր տարվա սկիզբ 500 դրամում փակվում է։ 500 դրամ արժեքում տարին ավարտեցինք։ Ինչպիսի մոմ ձևավորվեց այս պարագայում, եկեք միասին հասկանանք։ Մոմը բացվել էր 300 դրամ արժեքում, այստեղ բացվել էր մոմը 300 դրամում։ Ինքը գրանցել էր իր մինիմում արժեքը 100 դրամ արժեքում, այստեղ 100 դրամ արժեքում, եկեք այսպես կլորի տեսքով գրեմ, սա իր 1 տարվա ընթացքում գրանցած մինիմում արժեքն է։ Հետո գինը բարձրացել էր 800 դրամ էր հասել, 800 դրամը իր մաքսիմում արժեքն էր եղել եւ իջել էր 500 դրամով, փակվել էր մեր տարին փակվել էր։ Ինչպիսի մոմ ձևավորվեց։ Ձևավորվեց այսպիսի մի հատ մոմ, այսպիսի մարմնով, սա այս հաստ հատվածը, որը գնի բացման եւ փակման արժեքներն են, այս հաստ հատվածը եղավ մոմի մարմինը, այս կետիկներով էլ իր մինիմում եւ մաքսիմում արժեքներով էլ ձևավորվեց իր ստվերները։ Այսպիսի ստվերներ ինքը ձևավորեց եւ ձևավորվեց նմանատիպ մի հատ մոմ։ Նույն տրամաբանության մեջ են նաեւ կրիպտո արժույթները։ Եթե մենք դնում ենք 1 ժամ time frame կամ դնում ենք 4 ժամ time frame, ինքը ցույց է տալու 4 ժամվա ընթացքում բացման արժեքը, ցույց է տալու իր փակման արժեքը, ցույց է տալու մինիմումը, ցույց է տալու մաքսիմումը եւ ձևավորվելու է համապատասխան մոմը։ Եթե մոմի բացման արժեքը ավելի Սա մեր բացման արժեքն էր, բացման արժեքը ավելի ցածր է, քան մեր փակման արժեքը, ձևավորվում է կանաչ մոմ կամ աճող մոմ։ Հակառակ պարագայում ձևավորվում է կարմիր մոմ կամ նվազող մոմ։ Հիմա ժամանակի ընթացքում, երբ որ մարդիկ այսենց հետևում էին առհասարակ շարժին, հետևում էին գնի տատանումներին, հասկացան, որ որոշակի առումով, երբ որ առաջանում է ինչ-որ մոմային ֆարմացիաներ, ինչ-որ մոմային տրամաբանություն է առաջանում, այդ տրամաբանությունից հետո գինը փոխում է իր շարժման ուղղությունը։
Ինչա դա նշանակում։ Օրինակ, գինը տևական ժամանակ աճում է, այս տևական ժամանակ աճելուց հետո ձևավորվում է այդ մոմային պատերնը, մոմային ֆորմացիան, եւ երբ որ դրանից առաջանում է այդ մոմային ֆորմացիան, դրանից հետո գինը փոխում է իր շարժի տրամաբանությունը։ Եվ հակառակը, երբ որ օրինակ աճող շարժ ենք նկատում, աճող շարժա լինում, աճող շարժից հետո է ձևավորվում նվազող շարժից նվազում ենք ունենում, նվազող շարժից հետո մոմային ֆորմացիան, սրանից հետո գինը փոխում է իր շարժման տրամաբանությունը եւ շարժվում է հակառակ ուղղությամբ։ Ինչ պետք է մեզ ցույց տա այս մոմային ֆորմացիան։ Աճող շարժի դեպքում ինքը պետք է ցույց տա գլոբալ տրամաբանությունը շուկայի։ Պետք է ցույց տա, որ աճող շարժը, այսինքն գնորդները թուլացել են եւ ուժեղացել են վաճառողները ուժեղացել են եւ սրանից հետո փոխվի մեր շարժման տրամաբանությունը։ Կան շատ հայտնի մոմային պատերներ եւ այլն, դրանք կարող եք ուսումնասիրել ընկերներ մեր YouTube-յան հարթակում էլ կգտնեք վիդեոներ։ Ես ուզում եի այսօր ձեզ փոխանցել հենց այս տրամաբանությունը, որ մեր մոմային պատերները պետքա ցույց տան շարժի փոփոխության տրամաբանությունը, որ շարժը փոփոխվում է։ Եկեք հենց գրաֆիկների վրա հասկանանք, թե ինչպես է դա արտահայտվում հենց գրաֆիկների վրա։ Տեսեք, երկար ժամանակ, բավականին երկար ժամանակ, այսպես անեմ, մեր մոտ տեղի է ունեցել այս նվազող շարժումը։ Եկեք, բավականին երկար ժամանակ մեր մոտ այսպես նվազել է կրիպտո արժույթը։ Հետո ինչ որ մի պահի այս տրենդի ամենաներքևում առաջանում է մի հատիկ մոմ, այ նմանատիպ մի հատ մոմ, որը չկողմնորոշված մոմ է։ Այսինքն գնորդները գնել են, վաճառողները վաճառել են եւ գինը գրեթե տեղից չի շարժվել։ Ինքը կամ մի հատ ընդհանրապես տեղից չի շարժվել, կամ շատ քիչ է, այսպես տեղից փոքր մարմնով շարժվել է։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այս ծախելուց հետո այս ծախողների մեջ էլ ուժ չի մնացել, վաճառողների մեջ էլ ուժ չի մնացել։ Այս մոմը հենց դա է ցույց տալիս։ Եվ դրանից հետո մեզ մոտ առաջանում է մի հատ մոմ, որը հավաստում է, որ այո, մեր մոտ վաճառողները թուլացել են եւ գնորդները ուժեղացել են։ Սրանից հետո մենք տեսնում ենք արդեն գնի շարժման փոփոխություն, այսինքն աճ ենք մենք նկատում։ Եկեք նայենք նաեւ այս իրավիճակը։ Տևական ժամանակ մենք տեսնում ենք, որ գինը նվազում է, գինը նվազում է։ Եվ հանկարծ մենք տեսնում ենք, որ առաջանում է մի հատ այսպիսի մոմ, որը կրկին անգամ ցույց է տալիս, որ վաճառողները թուլացել են։ Ինչի համար, որովհետև եկեք նայենք բացման փակման արժեքներին։ Այստեղից մոմը բացվել է։ Վաճառողները վաճառել են, հետո չեն կարողացել էլ վաճառել, գնորդները գնել են եւ գինը բարձրացել է։ Բարձրացել է ինչ-որ ատմետքի, հետո իջել է, փակվել է, այ ձևավորելով նմանատիպ մոմ, եւ այս մոմը ցույց է տալիս, որ վաճառողները թուլացել են, գնորդները ուժեղացել են։ Երբ որ այս մոմի առաջանալուց հետո առաջացել է հաջորդ հավաստող մոմը, որ իրոք, այո, վաճառողները թուլացել են, գնորդները ուժեղացել են։ Մեր մոտ շարժը փոխվել է նվազողից աճողի։ Նմանատիպ մոմային պատկերներ ընկերներ կարող եք գտնել ցանկացած տեղ, օրինակ այս պարագայում, ինչպես տեսնում եք գնի աճի պարագայում, այսենց ուժեղ աճի պարագայում առաջանում է այդ մի հատ չկողմնորոշված մոմ, որ գնորդներն են ուժեղ թե վաճառողները։ Սրանից հետո առաջանում է արդեն կարմիրների, այսինքն վաճառողների ուժը եւ աճող շարժը վերածվում է նվազող շարժի։ Ընկերներ, մոմային պատերների ընդհանուր տրամաբանությունը հենց կայանում է նրանում, որ մեզ ցույց տա գնորդների եւ վաճառողների ուժերի տարբերությունը։ Մոմերը մեզ հենց այդ տրամաբանության մեջ կարող են առհասարակ պետք գալ։ Օգտագործեք մոմային պատերները ձեր առօրյա առևտրում, օգտագործեք ձեր հիմնական վերլուծությունը հաստատելու որոշակի գործիք
միջնաժամկետ եւ երկարաժամկետում, ինչու՞ չէ նաեւ կարող եք իրան օգտագործել կարճաժամկետ եւ day trading-ում որպես հիմնական առևտրային գործիք, որովհետեւ ինքը իդեալական աշխատում է, մոմային պատեռները իդեալական աշխատում են, երբ որ մենք տեսնում ենք առհասարակ trend։ Trend-երի ժամանակ իրանք աշխատում են իդեալական։ Եկեք գտնենք մի հատ որևէ trend եւ ես ձեզ trend-ի վրա ցույց տամ, թե ինչ տրամաբանության մեջ է ինքը աշխատել։ Օրինակ, դիտարկենք այս trend-ը, դիտարկենք ընկերներ, դիտարկենք այս trend-ը եւ եկեք trend-ի հատման կետերում գտնենք մոմային պատեռներ trend-ի հատման կետերում։ Ինչպես տեսնում ենք, օրինակի համար այս իրավիճակում կրկին աճող շարժից հետո չկողմնորոշված մոմեր, չկողմնորոշված մոմերից հետո հաստատում, մեր անկում ապրող շարժի, սրանից հետո եւս մեկ հաստատում կլանում մոմի տեսքով եւ տեսնում ենք աճող շարժի տրամաբանության փոփոխությունը դեպի նվազող շարժի։ Այս իրավիճակում, երբ որ ինքը մոտեցել է նվազող շարժից հետո առաջացել է մի հատ մոմ, որը չես հասկանում վաճառողներն են ուժեղ թե առնողներն են ուժեղ, սրանից հետո առաջանում է հավաստող կանաչ մոմը եւ շարժը բարձրանում է վերև։ Նույնը կարող ենք նկատել բնականաբար նաեւ այս հատվածում, այստեղ վառ արտահայտված չունենք, բայց այստեղ ներքևում ունենք վառ արտահայտված կրկին ու կրկին փոքրիկ մոմեր, փոքրիկ ստվերներով չկողմնորոշված մոմեր, որից հետո առաջացել է հավաստող կանաչ մոմը եւ կանաչ մոմի առաջանալուց հետո այս նվազող շարժը փոխվել է եւ դարձել է աճող շարժի։ Տրենդերով կարող եք օգտագործել մոմային պատեռները միջնաժամկետ, կարճաժամկետ գործարքներում շատ լավ աշխատող որպես առևտրի միջոց։ Ընկերներ, ուրախ էի ձեզ համար մեկնաբանել մոմային պատեռների ընդհանուր տրամաբանությունը, կուզեմ որպեսզի մեկնաբանություններում գրեք, թե ինչ թեմաներ կուզեիք հաջորդիվ լսել ինձանից եւ մենք կհանդիպենք շատ շուտով։ Իսկ հիմա ուզում եմ ասեմ առայժմ բոլորիդ մեծ պրոֆիտներ եւ մեծ եկամուտ այս ոլորտից։ Ցտեսություն։